Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային ոգով, ասել է Պուտինը Նովրուզի տոնի առթիվ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվորեն զարգացնել երկկողմ փոխշահավետ կապերը, իշահ մեր բարեկամ ժողովուրդների, իշահ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման։ ԱՄՆ-ն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում կկազմակերպի անուղղակի բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև, Քելոգն է տեղեկացնում։ Դրանք կլինեն անուղղակի քննարկումներ, այսինքն մի խումբը կլինի այս սենյակում, մյուսը այլ, իսկ ամերիկացիները նստելու են, խոսելու, գնալու եւ հետ գալու։ Այսպիսի մաքոքային դիվանագիտություն է լինելու, պատմել է Քելոգը։ Ամերիկացիները եւ մյուս թշնամիները պետք է իմանան, որ եթե որևէ հիմարություն անեն Իրանի ժողովրդի նկատմամբ, դաժան ապտակ կստանան։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի հայտարարությունն է։ Մեծ սպառնացողները թող իմանան, որ մենք պատերազմ չենք սկսում, բայց ով կփորձի մեզ վնասել, ծանր հարվածներ կստանա։ Վաշինգտոնն ու Կիևն առաջիկայում բնական պաշարների հարցով փաստաթուղթ կստորագրեն Թրամփ։ Պուտինը Լավրովին պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով, Պեսկովն էլ ասել, որ աշխարհում Լավրովի պես ագնախարար չկա։